ուզում ինչ փոխանցեք մեզ։ Նախ իր համար անակնկալ է, որ դրսում մարդիկ են հավաքվել։ Այսինքն ասել եք, անակնկալը բացել եք։ Անկեղծ ասած ես չեմ ասել, որովհետև պատուհանի մոտ ուրիշ մարդիկ են գտնվում, ովքեր փոխանցում են։ Հա, պատուհան։ Երկրորդը, ինչ վերաբերում է առողջությանը, Սրբազանը իր տեսակով ուժեղ մարդ է եւ փառք Աստծո, ըստ բժիշկների վիրահատությունն էլ լավ անցել է եւ ես համոզված եմ, որ արագ գազդուրվելու է։ Իհարկե ինքն կյանքով է Սրբազանը ապրել, որ այս իրավիճակում մարդկանց ներկայությունը առավոտվանից կամ ավելի կոնկրետ գիշերվանից նրան ուղղված շնորհավորանքները սпасել էր անկեղծ ասած։ Մյուս կողմից էլ Սրբազանը նաև փոխանցեց բոլորին իր շնորհակալությունը, ասաց որ բոլորը միշտ իմանան, որ ես միշտ պինդ եմ ու այն իմ ճշմարիտ խոսքը միշտ որ արտահայտել եմ, ես մինչև վերջը դա արտահայտելու եմ։ Արդեն ծննդյան անակնկալն է այստեղ, Սրբազանի։ Ինչպես դուք տեսնում եք, այստեղ են Շիրակի թեմի երիտասարդները, նրանք եկել են Իզմիրյան բժշկական կենտրոնի բակ շնորհավորելու թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այս պահին տեսնում եք երիտասարդների, ովքեր